Ռուսական զորքը գիշերը հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին։ Ըստ ներքին գործերի նախարարության կա 4 զոհ, առնվազն 26 վիրավոր, այդ թվում 1 երեխա։ Վնասվել է մոտ 10 բազմաբնակարան շենք, նաեւ դպրոց, բուժհաստատություն, վարչական շենքեր։ Հրդեհներ են բռնկվել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Ես սարսափած էի այն աստիճան, որ չգիտեի ինչ անել առաջինը, փրկել ինձ եւ երեխայից, թե վազել ուրիշներին օգնելու, որովհետեւ շատերն էին գոռում, որ օգնության կարիք ունեն։ Հասկացա, որ մազերս այրվում են, ոչինչ չէի կարողանում լսել կամ տեսնել, ականջներումս միայն զնգոց էր։ Տանս մուտքի դուռը փլուզվել էր եւ այնտեղից բոցեր էին դուրս գալիս, վերցրի շանս եւ փնտրեցի կատուներին, բայց չգտա։ Я беру собаку, шукаю котів, я не змогла знайти. Перше, що я думала, що обичних. Առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ Երանի ոչ ոք չմահանա, տունը կարելի է վերակառուցել, բայց մարդիկ եւ կենդանիները ամենակարևորն են։ Це головне. Ազատության ուկրաինական ծառայության տվյալներով երեկոյան ռուսական հարվածներից եւս 2 մարդ զոհվել է Զապորոժիայի մարզում։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցել արևելքում։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ գիշերը ռուսական զինուժը 430-ից ավելի անօդաչու եւ 18 հրթիռ է կիրառել, որոնցից մեկի բեկորներից վնասվել է նաեւ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այս հարվածներին պատասխանում է մեծ հեռահարության հրթիռներով։ Նա դաշնակիցներին կոչ արել խստացնել պատժամիջոցները, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Սա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնել։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի Սևծովյան Նովորոսիսկ քաղաքի նավահանգստին, վնասվել է քաղաքացիական նավ, վիրավորվել է նավի անձնակազմի 3 անդամ։ Հարվածել է նաև հացահատիկի տերմինալի, նավթի խոշոր բազայի, որտեղ հրդեհ է բռնկվել, նաև տներ են վնասվել։ Ըստ Reuters-ի հարվածներից հետո Տրանսնեֆտը դադարեցրել է նավթի մատակարարումը նավահանգիստ, որը իր հերթին դադարեցրել է դրա արտահանումը։ Սարատովում ուկրաինական հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։ Ու մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Լեհաստանի պաշտոնակիցներին, ինչպես նաեւ Եվրոպական միության արտգործնախարար Կայա Կալասին, քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնության հարցը։ Երեկ էլ Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարներն էին քննարկել Ուկրաինայի վերակառուցման աջակցելու ուղիները։ Եմեն ցանկանում է այս նպատակով ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներն օգտագործել, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, դեմ է եւ երաշխիքներ է պահանջում, որ իրավական խնդիրներ չեն ծագի եւ ստիպված չի լինի միայնակ վերադարձնել դրանք։ ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոբրովսկիսն ասել է, որ այս հարցում պետք է ԵՄ երկրների միջև համերաշխություն լինի, իսկ պատասխանատվությունը պետք է կիսեն բոլոր անդամները։ Ակնհայտ է, որ կան ռիսկեր, որոնք պետք է լուծվեն, մասնավորապես Բելգիայի դեպքում եւ Եվրոպական հանձնաժողովն ակնհայտորեն շատ լուրջ է աշխատում այս ուղղությամբ։ Այլ անդամ պետությունները եւս ընդունում են, որ պետք է համերաշխություն լինի այդ ռիսկերի հարցում, որոնք բոլորս պետք է կիսենք։ Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգը, որը 10 տարի ղեկավարել է ՆԱՏՕ-ն եւ ում օրոք Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Ազատության ռուսական ծառայությանը տված ծավալուն հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերել պատերազմի սկսվելուց ի վեր։ Սակայն ըստ նրա ոչ բոլոր դաշնակիցներն են անում այն, ինչ պետք է անեն։ Ստոլտենբերգը որևէ երկրի անուն չի տվել, ապա նշել է, որ երբ հետադարձ հայացք է նետում, հասկանում է, որ դաշնակիցների արձագանքն ուշացած էր։ Պետք էր սկսել 2014-ին, երբ Ռուսաստանն ապօրինաբար բռնակցեց Ղրիմը եւ ներխուժեց Դոնբաս։